Բարև ձեզ, Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք Գիտուժի աշխատանքների նախկին ղեկավար Լիլիթ Մարգարյանի հետ։ Լիլիթ, ինչպես տեսնում եք, Գիտուժի հետ ձեր կապը անկախ նրանից, որ այլևս այնտեղ չեք աշխատում, բայց շարունակում է կարևոր լինել մեզ համար։ Միանշանակ ոչ միայն Գիտուժի հետ կապը, այլ նաև գիտության ու ինովացիաների հետ կապը աշխատանքային մնալու է եւ շարունակվելու է։ Հենց այդ գիտության հետ կապի հանգամանքը հաշվի առնելով էլ ուզում եմ այսօր խոսենք հիբրիդային պատերազմների մասին, հենց գիտության տեսանկյունից։ Եթե հիբրիդային պատերազմները ընկալենք որպես պատերազմներ, որտեղ մարտի դաշտը միայն բուն ֆիզիկական մարտի դաշտը չէ, այլ նաև մարդկանց գիտակցությունը, հոգեբանությունը, ապա ինչ ակնկալենք գիտությունից եւ գիտական ոլորտից, ինչպես պիտի այդ ոլորտը օգնի մեզ ավելի լավ կողմնորոշվելու այդ նորանոր մարտի դաշտերում։ Նախ շնորհակալ եմ, որ այս թեմային եք անդրադառնում, Աննա, որովհետև ինքը շատ կարևոր թեմա է ու նաև շնորհակալ եմ, որ հիբրիդային պատերազմներ թեմայի մեջ անդրադառնում եք գիտնականի ու գիտության դերին։ Հիմա կփորձենք բացատրել, թե ինչու է դա, այսպես ասած, կարևոր։ Բայց մինչև ձեր հարցին անդրադառնալը, ուզում եմ մի քանի բան հստակեցնենք, հա։ Մեր դաշտում հիբրիդային պատերազմներ ասվածը շատ քաղաքականացված է։ Հա, հիմա ցանկացած հարթուքից հիբրիդային պատերազմ արտահայտությունն է դուրս գալիս ու բոլորը թվում է թե դրա մասին են խոսում, ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է եւ ապագայում ավելի խոցելի է դառնալու հիբրիդային պատերազմների համար։ Ինքը շատ է խոսում, որ բուն տերմինն էլ է, չէ, խոցելի դարձել։ Այո։ Հիմա ես ինչու որոշեցի այս թեմայով խոսել, նախ իմ երկարատև աշխատանքը, հա, հետազոտությունների ու մշակումների թեմատիկայի մեջ գիտության ու գիտության դերը Հայաստանի համար կարևոր մարտահրավերներին դիմակայելով խնդիրները լուծելու տեսանկյունից, բայց նաև դրանից զատ ես իմ բեքգրաունդով media studies կոչված մասնագիտության մեջ եմ եղել եւ դրանով եմ իմ մագիստրոսական թեզը գրել նմանատիպ ուղղությամբ։ Ինքը media studies գործիքակազմով ուսումնասիրում է շատ process-ներ։ Ու դրա համար ուզում եմ, որ պայմանավորվենք, որ այսօր խոսելու ենք երկու թեմայից՝ գիտություն ու գիտնականների դերը եւ փորձելու ենք media studies-ի տվող գործիքակազմով նայել հիբրիդային պատերազմներին։ Դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք։ Այո, ինչի՞ դա կարևոր։ Հա, ուզում եմ կենտրոնանանք ու չքաղաքականացնենք թեման, քաղաքականությունից անդին քննարկենք հիբրիդային պատերազմի երևույթը գիտական գործիքակազմով, հետազոտական գործիքակազմով եւ ավելի շատ process-ները այդ ուղղությամբ նայել, դա շատ կարևոր է։ Հիմա, երբ որ մենք ասում ենք media studies-ը դա լրագրությունը հետազոտելը չի, կամ տեքստերը հետազոտելը չի, կամ մենակ media դաշտը հետազոտելը չի։ Media studies-ը ինքը ունի շատ հարուստ ու խորքային գործիքակազմ։ Media studies-ի տեսանկյունից մեդիա է համարվում ոչ միայն սոցիալական մեդիան, դասական մեդիաները, այլ նաև մեդիա է համարվում ԱԿ-ը, ճանապարհները, անգամ ինչ որ խնդիր դնելուց պետությունը կարող է դառնալ մեդիա, հա, մի օրինակ բերեմ, պատկերացրեք, թե ոնց է պատմությունը փոխվում ու տրաժեկտորիները փոխվում, երբ որ Սինգապուրը leapfrog է անում տարածաշրջանում, հա, կամ Ճապոնիան որոշում է ինովատիվ ճանապարհով զարգանալ, կամ ինչ կատարվում է Հարավային Կորեայում։ Դրանք փոխում են պատմություններ ու process-ներ, թե տարածաշրջանի, թե այո, ինքը պետության media studies-ը այդ դեպքում կարող է այդ պետությունների ինովացիոն սիստեմներին որպես մեդիա նայել։ Հա, մեդիա համարվում նաև օրինակ մեզ համար շատ է լսել այս դեպքից Firebird ասվածը, որ AI factory է ստեղծվելու media studies-ի տեսանկյունից, դա մեդիա է։ Ու երբ որ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմների մասին, ինչքան է դրանից շատ է խոսվում ու մտածում են շատ հեշտ է հիբրիդային պատերազմները, ամեն ինչը, ինքը շատ բարդ ու բազմաշերտ process է։ Եվ երբ որ դու իրեն վերլուծում ես, դու պետք է այդ բազմաշերտությունը հասկանաս։ Երբ որ process-ը բազմաշերտ է, դու չես կարող մի գործիքակազմով անդրադառնալ բոլոր խնդիրներին, որը հիբրիդային պատերազմը առաջացնում է։ Այս մի տեսանկյուն, հա, որ հասկանանք ինչ ենք ասում, ինչ ենք մենք հասկանում, երբ որ ասում ենք media studies։ Երկրորդը անդրադառնալ արդեն հարցին գիտության ու գիտնականների դերին։
Եթե փորձենք հետազոտել հիբրիդային պատերազմ հասկացությունը որտեղից է առաջացել, գործիքակազմերը շատ հին են, հա, ու շատ գործիքակազմեր։ Բայց տերմինը շատ ավելի նոր։ Շատ նոր է, ինքը շատ քեչի է, ու հիբրիդային, երբ որ մենք ասում ենք, ոչ միայն հասկանում ենք, որ process-ներն են հիբրիդային, այլ նաև գործիքակազմերը հիբրիդային պատերազմի եւս հիբրիդային են, ու իմ ասած բազմաշերտ են։ Տերմինը առաջացել է գիտությունից, հա, եթե խորքային նայեք, հա, Հոֆմանը 2006-7-ին, որպես այդպեսին, երբ որ գրում է այդ հայտնի գիրքը հիբրիդային պատերազմը արդեն շրջանառության մեջ էր, եկամետ շատ ավելի 90-ական թվականներ կային գիտնականներ, որոնք այդ օգտագործել են, բայց ինքն է այդ ավելի շատ հանրայնացնել։ Ինքը գալիս է մի ինստիտուտից, որը զբաղվում է policy making-ով, ու ինքը spin-off է եղել այն ինստիտուտից, որի անունը եղել է գիտություն ու տեխնոլոգիաներ, հա, այսինքն ինքը թերևս եղել է ոչ պետական ինստիտուտ, բայց ինքը աշխատում էր բոլոր կարևոր պետական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների հետ, որպեսզի կարողանա հասկանա ու ներկայացնի իրենց ինչ է ներկայացնում հիբրիդային պատերազմը, հա, ու երբ որ ինքը դա ներկայացնում էր, ինքը բոլորի հետ կապի մեջ է, DOD-ից սկսած, DARPA-ից վերջացրած, ինքը այդ ամեն ինչը ներկայացնում, հա, թե ինչքան կարևոր է եղել։ Այստեղից մենք հասկանում ենք, որ երբ որ իրավիճակ է փոխվում, պատերազմները փոխվում են, հա, այդտեղ գիտնականները, հետազոտողներն ու մշակողները ներկայացնում են նախ թե ինչ փոփոխություններ է տեղի ունենում, հետո ստեղծում են, հա, policy maker-ների հետ գործիքակազմ, այդ նոր իրականության հետ, ոչ միայն դիմադրության, նաև հասկանալու, զարգացնել եւ այլն։ Հիմա կարող է տարօրինակ հնչի, բայց հիբրիդային պատերազմը ինովացիա է։ Հա, ինքը իսկապես ինովացիա է։ Եվ էվոլյուցիա է եւ ինովացիա է։ Այո։ Շատ գործիքակազմեր այնպես չի, որ նոր են ստեղծվել, բայց գիտելիքն ու մոտեցումները ինքը իսկապես ինովացիա է, ու հենց media studies-ի տեսանկյունից, երբ որ առաջանում են շատ մեդիաներ, հա, որոնք ինֆորմացիոն դաշտը փոխվում է, հա, մեր մեդիումները փոխվում են, դու չես կարող դա հաշվի չառնել, որովհետև դա ազդում է ամեն ինչի վրա, այդում նաև պատերազմի տեսակի եւ ձևերի։ Երբ որ նայում ես հիբրիդային պատերազմի մասին ինչ է գրվել, ու այդ նաև Հոֆմանի հայտնի գիրքը, փորձեք տեսնեք, թե այնտեղ քանի անգամ է կրկնվում ինովացիոն բառը, agile ասված, հա, ճկուն բառը, նոր ստանդարտներ մշակել բառը։ Դու հասկանում ես, որ համատեքստ հաշվի առնել, այո, դա հասկանում ես, թե ինչքան կարևոր է, որpիսի եթե դու հիբրիդային պատերազմ ես վարում կամ պաշտպանվում, ինչքան կարևոր է, որ դու ունենաս մարդկային կապիտալ, որը այդ իմ ասած բոլոր գիտակարգերն ու գործիքակազմերը ճանաչում է, հա, ու կիրառում է։ Երբ որ մենք խոսում ենք պատերազմից, մենք հասկանում ենք, չէ, որ արդեն տեխնոլոգիական դար է, ու ասում ենք, որ մենք սուրով եւ ոչ մի բանով չենք կարող, հա, գնալ ու կռվել, բայց պետք են ինովացիոն գործիքներ։ Հիբրիդային պատերազմին այդ մոտեցումով պետք է նայել։ Մեզ հիբրիդային պատերազմում եւս պետք են ինովացիոն գործիքներ, հա, ու հետազոտությունների մշակումները քեզ տալիս է այդ cutting edge տեղեկատվությունն ու ինֆորմացիան գործիքակազմ ունենալը ու քո նյուանսները, յուրահատկությունը, մարտահրավերները, խնդիրները հասկանալը ինովացիոն գործիքակազմերով մշակել պաշտպանվելու եւ պահպանվելու այդ էլ է շատ կարևոր գործիքներ։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ կարևոր է, երբ որ մենք ուզում ենք ունենալ ապագայում հիբրիդային պատերազմների մասնագետներ, շատ կարևոր է, որ մենք հիմա սկսենք աշխատել եւ ստեղծել այնպիսի հետազոտողներ, որոնք կարողանան դառնալ չեմպիոններ այս օրակարգում, որովհետեւ այս օրակարգը զարգանալու է, ոչ մի տեղ չի գնալու, կարող է պայմանական թշնամիները փոխվեն, խաղացողները փոխվեն, բայց իրավիճակը ինքը միայն այս ուղղությամբ է զարգանալու, հա, ավելի ինովատիվ է լինելու, ավելի ճկուն է լինելու, ու մենք պետք է հասկանանք, որ մեզ պետք է այդ մարդկային կապիտալը։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ հենց այս մարտավարարը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունը պետք է մտածի ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք հասկանում են գիտակարգերը ու գիտական մոտեցումով են անդրադառնում հարցերին։ Փոփոխվող թշնամիների մասին երբ խոսում ենք, կարծում եմ կարևոր է չմոռանալ նաև, որ եթե ձեր նշած բոլոր այդ նրբերանգները հաշվի չառնվեն, ապա պետությունը կարող է ինքն իր թշնամին դառնալ այդ պատերազմի մեջ եւ հատկապես երբ փորձի այդ դիմագրավելու ճանապարհին, օրինակ ժողովրդավարական շատ արժեքները ոտնահարելով փորձի պաշտպանվել։ Այ ինչպես պետք է այդ սահմանը, շատ հեղեղուկ սահմանը կարողանալ պահել, երբ պայքարի
համարի համատեքստում չտուժի նաև ժողովրդավարությունը, որովհետև գաղտնիք չէ, որ հիբրիդային պատերազմների համար իհարկե խոցելի են նաև մեծ պետությունները, բայց հատկապես փոքր եւ ժողովրդավարական պետությունների համար այդ մարտահրավերները շատ ավելի բազմաշերտ են։ Ինչպես անել չընկնելու այդ ծուղակը։ Ես այս հարցին եւս անդրադառնալու եմ media studies-ի գործիքակազմի տեսանկյունից ու էթիկայի տեսանկյունից 30-ական 40-ական թվականներին, երբ որ այս գիտակարգը նոր էր առաջանում, կային շատ հայտնի գիտնականներ, որոնք ներկայացնում են թե տեղեկատվությունը, տեղեկատվական հոսքերը, process-ները, միջավայրները ոնց են փոխվում, ու մարդկանց խրախուսում էր նայել ոչ թե նրա վրա թե ինչ է գրվում, այլ ինչպես է գրվում եւ ինչ մեդիայով է տարածվում, այսինքն մեզ իրենց համար ավելի կարեւոր էր ինտերնետի ստեղծումը, որպես մեդիա իր փոփոխությունները հասարակության process-ների ընկալումների վրա պատկերացնել, քան են բովանդակությունն է կարեւոր, ու բովանդակությունն էլ կարող ես մշակել media studies-ի տեսանկյունից, բայց եթե ընկնում ես բովանդակության հետևից, դու մոռանում ես ուշադրություն չես դարձնում ամենակարևոր երևույթների վրա, ու այդպես ոնց որ դուրս ես մնում մրցակցությունից, Նայեք, կան շատ գիտնականներ, որոնք անուղղակի են անդրադառնում հիբրիդային պատերազմին տարբեր առիթներով, ու պետք է ազնիվ լինենք, հիբրիդային պատերազմներ վարում են ոչ միայն մեր արժեհամակարգից հեռու պետությունները, այլ նաև մեր արժեհամակարգին մոտ պետությունները, այսինքն դեմոկրատական պետություններն էլ կարող են հիբրիդային պատերազմներ վարել։ Այստեղ շատ կարևոր է նյուանսը, այն արժեքները, որի համար պայքարում ես։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք ու պետք է պաշտպանենք մեր սուվերենությունը ու անկախությունը, ես կարող եմ ձեզ համոզված լինել, որ այն պետությունը, որը հարձակվում է, իր տեսանկյունից էլ ինքը հարձակվում է, որովհետև պաշտպանում է իր սուվերենությունը եւ անկախությունը, բայց այստեղ ուրիշ հարց է գալիս, թե մենք ինչ ենք դնում սուվերենության ու անկախության տակ, ու իրանք ինչ են դնում, այո, սուվերենության անկախության տակ։ Իրանք կարող է ինչ-որ շրջան որոշում են, որ իրենց սուվերենությունը, անկախությունը պաշտպանելու համար իրենք պետք է անցնեն, բուլդոզերով այնպիսի գաղափարների ու արժեքների վրայով, ինչպիսին է ազատությունը, մարդու արժանապատվությունը, խոսքի իրավունքը եւ նման այլ շատ կարեւոր արժեքներ, իշխանության չշարաշահումը եւ այլն եւ այլն։ Հիմա, երբ որ ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության սուվերենության ու անկախության մասին, ես ուզում եմ, որ ինքը լինի դեմոկրատական գործիքակազմով, ու դեմոկրատական արժեքներ կրի։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Եվ հաշվի առնելով, որ դա ամրագրված է նաև մեր սահմանադրության մեջ, հասարակության մեծ մասը ուզում է, որ այդպես լինի։ Նայեք, մի բան է, եթե անկեղծ լինենք ինչ-որ գրած է սահմանադրության, մյուս բանը, որ հասարակությունը իր արժեհամակարգով, իր ապրած կյանքով, ինչպես ասում են, իր կրթությամբ, իր մտահորիզոնով այդ արժեքները իսկապես կրող լինի։ Ես դա շեշտեցի, որովհետև ցավոք սրտի շատ կա այն մտայնությունը տարածված մեզանում, որ այդ արժեքների մասին խոսելիս դա ինչ որ արևմտյան ազդեցություն է, մոռանալով, որ դրանք ամրագրված են նաև մեր սահմանադրության մեջ։ Նայեք, արևմտյան, նայած ինչ ենք հասկանում արևմտյան, ասենք կարող ենք ասել, որ մեր սահմանադրությունը գրվել է արևմտյան ազդեցությունների հիման վրա, հատկապես եթե դա այդպես է, բայց այդտեղ կա շատ կարևոր նյուանսներ, որոնք խորքը գնանք, ստացվի, որ արևմտյան սահմանադրություններն էլ օգտվել են օրինակ մեր միջնադարյան գրքերից։ Բայց այդտեղ, այո, արևմտյան ասելով ինչ ենք հասկանում, արևմտյան ասելով մենք հասկանում ենք տարածք, թե արժեհամակարգ, մշակույթ ու քաղաքակրթություն։ Մենք էլ ենք արևմտյան քաղաքակրթության մաս եղել։ Շատ բաներ, եթե խորքային գնանք։ Ես արևմտյան ասելով հասկանում եմ քաղաքակրթություն, արժեհամակարգներ, մշակույթ եւ այլն, Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այդ քաղաքակրթության մասը լինի։ Նայեք, Ճապոնիան վեստ չի, չէ, բայց իր արժեհամակարգով անցած 70 տարիների ճանապարհով ինքը ընկալում է որպես վեստ, ինչ որ բան։ Ինքը ունի իր յուրահատկությունները, շատ նյուանսային եւ այլն, բայց վեստը իրան ընկալում է վեստ ու ինքը արևմուտքի ընկերն է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը չգիտեմ ում ընկերն ուզում բան, բայց այս արժեքները, որը մենք քննարկում ենք, մեզ համար հիմնարար են ու կարևոր են։ Ու մենք դեռ գտնվում ենք այդ ֆլաքս շրջանում, դեմոկրատական, ու դեռ ճանապարհ ունենք անցնելու ինստիտուտները ամրապնդելու համար։ Հիմա այն երկրները, որոնք ավտորիտար են ու տանում են հիբրիդային պատերազմներ, ու ոչ միայն այդ երկրները, օգտագործում են դեմոկրատական արժեքները դեմոկրատիայի դեմ
պայքարելու համար։ Օրինակ խոսքի ազատությունը կարող են օգտագործել, ընտրվելու իրավունքը, ազատությունները։ Այո, այդ ամեն ինչը, այսինքն կարևոր արժեքները պատտում են քո դեմ, ու դա անում են շատ տգեղ ձևերով ու փորձելով վնասել այն արժեքներին, որը դու իսկապես կրում ես։ Ու քանի որ դեմոկրատիան իսկապես դեմոկրատիա է, դա շատ լավ աշխատում է։ Կամ օրինակ ազատ խոսք ասելով հասկանում են նաև ատելության խոսք եւ դրա սահմանափակումը որակում որպես ազատ խոսքի սահմանափակ։ Հիմա ինչ է հիբրիդային պատերազմը, Նանա ջան, ինքը իսկապես հիբրիդային է, ինքը կարա լինի թե ոնց որ ասում են հոտ պատերազմի տեսքով իր բոլոր ինֆորմացիոն դեզինֆորմացիայի տարածումով, fake news տարածելով, deepfake տարածելով եւ այլն, բայց հիբրիդային պատերազմը նաեւ օգտագործում է շատ նուրբ դեմոկրատական երբեմն գործիքներ, որ առաջին հայացքի չերեն որ դա պատերազմ է, որպեսզի կարողանա խոցելի քեզ դարձնի, ու այդ խոցելի դարձնելու տեսանկյունից շատ կարևոր է այն արժեքները, որը դու կրում ես, դրանք չզոհել պաշտպանվելով, կամ նախահարցակ լինելով։ Այդ կապ չունի, որ դու փոքր երկիր ես, քո դեմոկրատիան դեռ այդքան զարգացած եւ ուժեղ չի, ինստիտուտները այդքան զարգացած ուժեղ չեն, որպեսզի կարողանան դեմոկրատիան պահեն եւ այլն, հասարակությունը դեռ այնտեղ չի, որի համար այդ արժեքները դեռևս շատ ուժեղ հիմքեր ունեն, եթե ազնիվ խոսենք, դա չի նշանակում, որ պաշտպանվելիս դու պետք է այդ արժեքները զրկես։ Երբ որ դու give-up ես լինում, հանձնում ես այդ արժեքները, այդ նշանակում որ հիբրիդային պատերազմում դու արդեն պարտվել ես։ Ինձ համար միանշանակ դա այդպես է։ Եվ շատ կարևոր է, երբ որ դու թշնամու դեմ պայքարում ես, դու չդառնաս հենց այդ թշնամին, այդ երբեմն չի երևում, անգլերենով լավ են ասում, do not become like them, մի դարձիր իրենց պես, այո, ու շատ կարևոր է, երբ որ դու փոքր երկիր ես, բայց դու ուզում ես, որ այս փոքր երկրում, որը բազմաթիվ մարտահրավերներ ունի, դեմոկրատիան մնա պահպանվի իր արժեքներով, քվազի դեմոկրատիաներ ոնց որ պետք չեն, ինքը պետք է իսկապես զարգանա ու այդ արժեհամակարգային զարգացումներ ապրի, դու պետք է մշակես հիբրիդային պատերազմից պաշտպանվել այնպիսի գործիքներ, որոնք գալիս են քո արժեհամակարգից, որ ցույց են տալիս թե դու ինչով ես տարբերվում, քո արժեհամակարգը, քո մտածելակերպը, քո պետության տեսլականը, որ դու պատկերացնում ես զարգանում, ինչով է տարբերվում հարձակող կողմից, որ դու ինչքան էլ դժվար է, բան չես զոհում այդ արժեքները, ինչ որ ճանապարհ անցնելու համար, որտեղ եթե դու այդ արժեքները զոհում ես, այդտեղ վերադարձի ճանապարհը երբեմն չի լինում, որ ասես որ հեսա վերջ սաղ կավարտվի ու դու կդարձնես նոր ոչ, ճեղքումը տեղի ունենում, ու հիբրիդային պատերազմը երբ որ սկսում է, իրանց գլխավոր նպատակը ճեղքումն է հասարակությունում ապահովելը, այդի վստահության պակասը ստեղծելը։ Հաջորդիվ ուզում եի առաջարկել, որ կենտրոնանանք հենց դրա վրա, որովհետև խոցելիության ամենաայսպես ցուն դրսևորումներից մեկը եւ ճեղքման դրսևորումներից մեկը հենց հասարակություն, պետություն, այդ շղթայում վստահության, բացակայության ուղղությամբ աշխատելն է, եւ մենք տեսնում ենք նաեւ, որ այդ ձեր նկարագրած ողջ գործիքակազմին տիրապետում են հրաշալիորեն հենց հարցակվող կողմերը եւ օրինակ պատահական չի երևի, որ դեռևս պատերազմի ընթացքում արդեն իսկ պիտակներ են կպցնում, որ երկիրն այլևս ժողովրդավարական չէ, ադրբեջանացումն էլ երևի ավելի շատ դրա ոչ միայն ինքնության տեսանկյունից, այլ նաեւ ռեժիմի տեսանկյունից նկատի ունեն։ Ինչպես վարվել պահպանելու համար այդ վստահության էթիկան։ Եվ էլի գիտության տեսանկյունից հետաքրքիր, որ այս հիբրիդային պատերազմների գործիքակազմն ու տեսությունը մշակող ինստիտուտների են բաժինը, որտեղ Հոֆմանն է աշխատում, ինքը իր անվան մեջ ունի challenges and opportunities։ Հնարավորություններ էլ կան, ոչ միայն մարտահրավերներ։ Այսինքն մարտահրավերներ եւ հնարավորություններ։ Տեսնեք, իրանք երկու կողմ են դնում, այսինքն մարտահրավերը կարող է դառնալ հնարավորություն եւ այլն։ Հիբրիդային պատերազմը, երբ որ փոխում է գործիքակազմը, ինքը դառնում է ճկուն, բազմաշերտ, տարբեր գործիքակազմեր եւ այլն, ինքը նաեւ փոխում է հաղթանակ ասվածի ընկալումները, ու ձևերը։ Դու կարող ես պարտվել դասական պատերազմում, բայց հաղթել խաղաղությունում։ Դու կարող ես հաղթել պատերազմը, բայց պարտվել քաղաքակրթական ասված
պատերազմում պարտվել քաղաքակրթություն ասվածը։ Հա, ու դու պետք է հասկանաս քեզ համար որն է կարևոր։ Դա շատ հետաքրքիր բան է ու գիտության տեսանկյունից է, եթե նայում ես, շատ գիտնականներ, երբ որ ուսումնասիրում են Խորհրդային Միության հաղթանակը, ես ուզում ասեմ Գերմանիան երևի ամենակարևոր օրինակն է պատմության մեջ, որ պարտվելուց հետո վիետնամական պատերազմն է շատ հետաքրքիր, ոնց Ամերիկան կրվեց բայց հաղթեց քաղաքակրթության ու բան տեսանկյունից, հա խաղաղության տեսանկյունից, որտեվ ամեն դեպքում մի քանի նյուանսներ հանրով Վիետնամը դարձավ ամեն դեպքում Ամերիկայի գլխավոր գործընկերներից մեկը, հա, տարածաշրջանում։ Երևի Սինգապուրն էլ կարելի է այդ իմաստով, Սինգապուրը մի քիչ նյուանսային է, Սինգապուրի օրինակը մի քիչ նյուանսային է, որտեղ այնտեղ ամեն դեպքում ավտորիտար համակարգ է, այնտեղ ուրիշ խաղի կանոններ են եղել, բայց այնտեղ եւս կա ինովացիոն շերտեր, որոնք կարելի է ուսումնասիրել եւ Հայաստանի տեսանկյունից իրանք կարող են շատ հետաքրքիր լինել, բայց վերադառնալով ձեր հարցին, այս տեսանկյունից շատ կարևոր է հասկանալ, որ հիբրիդային պատերազմը հարձակվող կողմը, երբ որ փորձում է հասկանալ ինչ գործիքակազմով կամ ուղղություններով հարձակվի, այդ չի նշանակում որ մի ուղղություն կամ մի գործիքակազմ, ինքը տարբեր ուղղություններ, տարբեր գործիքակազմեր է մշակում։ Ինքը կփորձի մեր հնարավորությունները դարձնել մարտահրավերներ, հա, այն մարտահրավերները, որոնք կա, ինքը կփոխի դրա մոտեցումներն ու տրաժեկտորիները փոխել, հա։ Երբ որ մենք ուզում ենք տնտեսությունը զարգացնել կամ ունենալ ավելի ապակենտրոնացված տարածաշրջան, ինքը փորձել է այդ հնարավորությունը ներկայացնել միշտ վատ սև լույսով, հա, դավաճաններ, ոնց որ երկիրն են դավաճանում, ինքնությունները մոռացածներ, ադրբեջանցի ես, թուրք ես եւ այլն եւ այլն։ Եթե լինեն գիտնականներն ու հետազոտողներ, իրենք կարողանային այս իրավիճակը հետազոտել ու լավ ներկայացնել։ Իդեպ գիտության մեջ կարևոր նյուանս կա, որ ինքը երբեք չգիտի վերջնապատասխանել հետազոտության դեպքում, է, դրա համար եթե գիտի, ուրեմն գիտություն չի, քարոզություն է։ Քարոզություն է, ու երբ որ դու մտածում ես, որ հիբրիդային պատերազմում կարող ես գիտությունը չակերտավոր օգուտ քեզ օգտագործել, բայց իրականում դա քարոզություն է, դա երբեք չի աշխատելու ու դու նորից պարտվելու ես ու խորհուրդ չեմ տա ոչ ոքին այդպիսի հիմարություն անել, որովհետև ինքը շատ վատ տեղեր է տանելու։ Հա, մենք այս տարիների ընթացքում մուսկուլներ չենք հավաքել այս բնագավառներում ցավոք սրտի իրական գիտությամբ զբաղվել, շատ քիչ գերազանցության կենտրոններ կան ու մասնագետներ կան, որոնք իսկապես գիտական տեսանկյունից են, հա։ Նայում այլ ոչ թե քարոզչական այս հարցերին ու այդ դեպի պարտություն է տանում ու դու դեպի միշտ թույլ ես լինելու ու չես ունենալու այն cutting edge գործիքակազմերն ու մոտեցումները, որոնցով դու կարողանաս դիմակայել։ Էլի երբեմն դու երբ որ տեսնում ես ու նայում ես միայն թշնամին, այդ ռեֆլեքսիան մոռանալով թշնամին դա օգտագործում է քեզ թույլատնելու եւ պարտության տանելու։ Եվ նաեւ քո գործողությունները դառնում են մեծամասամբ միայն ռեակտիվ։ Պարզապես արձագանքում ես հարձակումներին։ Դա է շատ կարեւոր։ Նայ, հիբրիդային պատերազմը ամեն շատ արագ է տեղի ունենում ու եթե չփորձենք պապից ավելի կաթոլիկ լինենք, մենք պետք է հասկանանք, որ ցավոք սրտի շատ դժվար է բոլոր գործիքակազմերում չլինել ռեակտիվ, երբեմն պետք է ռեակտիվ լինել։ Բայց եթե քո բոլոր ուղղություններով, բոլոր իրավիճակներում դու ռեակտիվ ես, դու այդտեղ պարտվել ես, որովհետև դու պետք է հասկանաս, որ իրավիճակում, որ process-ում պետք է ռեակտիվ լինել, որ իրավիճակում, որ process-ում պետք է ոչ ռեակտիվ լինել, հա, պետք է հետազոտել, պետք է ուսումնասիրել, պետք է տրաժեկտորիներ տեսնել, հա, պետք է հասկանալ, այո, եւ պետք է նայել փորձել, որտեվ շատերը այդ անում են, հա, հատկապես հիբրիդային բան։ Ինչ իրավիճակներ է փոխվելու, հա, որտեվ կարող է հիմա մեկն է հարձակվողը, ապագայում տարածաշրջանում ինչ-որ բաներ փոխվեն, ու այդտեղ էլ գիտնականները, հա, որտեղ ինքը շատ միջգիտակարգային է։ Այստեղ մենակ հիբրիդային պատերազմներ մասնագետ title-ով, հա, պաշտոնով մարդ չի, շատ գիտա, այստեղ կարող լինեն պատմաբաններ, տնտեսագետներ, մարդաբաններ, հոգեբաններ, հա, լրագրողներ, մեդիաստատիստի մասնագիտություն, կիբերամտանգության, այսինքն ինքը շատ միջգիտակարգային, թե դու միջգիտակարգային գործ, այստեղ է ինովացիան, Աննա ջան, հա։ Դու չես կարող ֆեյքել ինովացիան, դու չես կարող ֆեյքել գիտությունը, հա։ Դու չես կարող ասել, այս գիտնականը ուժեղ գիտնական է
ուզում է աշխարհը, հա, մեր 3 միլիոն մարդ ասի, որ այս գիտնական ուժեղ գիտնական է, բայց իր գործերն ու peer-ները ասում են, որ ինքը ուժեղ չի, իր hash index-ը ցույց է տալիս, որ ինքը ուժեղ չի, իր գործիքը կազմերը, որոնք ինքը մշակել է կամ փորձը process-ներ, որով ինքը բան արել մշակել է, ինքը եթե թույլ է, ինքը չի կարող ուժեղ լինել, ով ուզում է, ինչ ուզում է, թող ասի։ Այդ շատ կարևոր է։ Հիմա հիբրիդային պատերազմ տերմինը մշակող մասնագետը կարող է ինքը դասական գիտությամբ չի զբաղվել, հա, ու ինքը ունի հոդվածներ ասված է, ինչ որ լավ, հա, պարբերականներում Q1 եւ այլն, բայց ինքը միշտ եղել է կիրառական հետազոտությունների մեջ ու ինքը գործով ապացուցել է, որ ինքը մրցունակ է։ Հա, դա էլ է կարևոր նայել։ Երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը սխալ է օգտագործում իր գիտական պոտենցիալը եւ ներուժը, ավելի շատ պոտենցիալը եւ ինչ որ ձև նաեւ ներուժը, մենք նկատի ունենք, որ ինքը չի տալիս գիտնականային այն խնդիրները, որոնք իր համար արդիական ու կարևոր են, հա, ու չի ստեղծում այնպիսի գիտնականներ, որոնք մուսկուլներին հավաքում այդ խնդիրների տեսանկյունից։ Շատ կարևոր է դա հասկանալ, հա, ու այստեղ իհարկե գիտնականը պետք է ապացուցի, որ ինքը մրցունակ է, բայց ինքը դա կարող է անել պայմանականորեն ոչ միայն հոդված գրելով, որը այս թեմաներով եթե գրում ես արդեն ինֆորմացիա ես տալիս եւ նաեւ այդ ապացուցելը ինքը միջոց պիտի լինի, ոչ թե նպատակ։ Ցավոք սրտի դառնում է որպես նպատակ է դառնում։ Հա, ես հասկանում եմ, որ այստեղ էլ նյուանսներ կա, որ շատ քիչ գործ արվել վերջին 30 տարիներին ու միջև հա այս գիտության թեման բանանելը ու լիքը բան պետքա վերանայվի ու շատ կարևոր է որ գիտնականները տպագրվեն, բայց պետության տեսանկյունից դա ինքնանպատակ պետքա չլինի եւ այդ համակարգը պետքա լինի, որը կարողանում է հասկանալ ինչ խնդիր ունի պետությունը, տրանսֆեր անում այդ հետազոտության ու գիտնականների գիտական խնդրի եւ գիտնականները փորձում են դա լուծել միջգիտակարգային տեսանկյունից ու հատկապես հիմա, երբ որ աշխարհը իրոք բաց է, ցանկացած գիտնականի կարող ես գրել, կապ հաստատել, օգտվել այդ knowledge transfer, հա, ասվածը լինի, գիտելիքի փոխանցումը լինի, որը շատ կարևոր է, հատկապես հիբրիդային պատերազմների դեպքում ու այդպիսի մասնագետներ ու կենտրոններ կան, ու մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները կապեր հաստատելու, փորձելու սովորել, ինչպես նաև փորձել հավատալ մեր ուժերին ու մտածել ոչ միայն մենք պետք է սովորենք, այլ նաև ապագայում պետք է ձգտենք, որ այնքան ուժեղանանք, որ մեզնից սովորեն։ Իսկ կարևոր ուղերձով ստիպված ենք ավարտել մեր զրույցը եւ հատկապես հաշվի առնելով, որ նախընտրական շրջան է եւ հիբրիդային պատերազմների մասին, ինչպես ասացիք, բոլոր կողմերից բոլորը խոսում են, հուսանք, որ մեր զրույցը կօգնի այդ ուղերձը տեղ հասցնել, որ խոսելուց առաջ գիտության հետ համագործակցությունը շատ ավելի արդյունավետ լուծումների կբերի։ Ես մինչև ավարտել ուզում եմ մի հատ միտքը ասեմ, որ ինձ համար շատ կարևոր է փոխանցելը, որ հիբրիդային պատերազմի ժամանակ մեր ինստիտուտները պետք է այնպես անեն ու իրանք այդ հնարավորությունները ունեն, որպեսզի այդ վստահության բանը որ կա, հա, կառավարության, հասարակության, պետական ինստիտուտների մեջ, այդտեղ ճեղքը, այո, ժողովրդավարության այդտեղ ճեղքը չմեծանա, որտեղ երբեմն մենք ավելի շատ ենք նպաստում այդ ճեղքի մեծացմանը, քան թշնամին։ Ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ռեֆլեքսիա անել, մի փոքր կանգնել ու մտածել, կարողանանք մշակել այնպիսի գործիքակազմեր, որը կամրապնդի մեր վստահությունը, որտեղ ապագայում այնքան ավելի բարդ է լինելու, եթե այդ վստահությունը չլինի, մենք որպես ինչպես դու ասացիր, հա, Աննա ջան, փոքր պետություն, շատ քիչ ռեսուրսներ ենք ունենալու այդ մարտահրավերներին դիմակայելու համար, դրանցից մեկը այն է, այդ հենց վստահությունը կարող է լինել։ Շնորհակալություն շատ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ստեսություն։ Ստեսություն։